Տիկին Յոլյան, դուք ձեր խոսքի մեջ օգտագործեցիք երկրորդական քաղաքացի հասկացությունը, որ ինձ համար անկեղծ ասած անհասկանալի է, քաղաքական գործիչն ասում է, որ մեզ համար երկրորդական քաղաքացիներ չեն լինելու։ Հիմա այստեղ անկեղծ ասած լսելով ձեր ուժի տարածած տեսլականը մի հարց է առաջանում, արդյոք դուք անկեղծ եք ձեր խոսքի մեջ, որովհետև եթե դուք որոշել եք կոմբայն նվիրել են համայնքներին, ովքեր ձեզ են քվեարկել, հարց է առաջանում, այդ դեպքում ինչով եք տարանջատում քաղաքացիներին, այսինքն ձեզ ընտրող քաղաքացիները առաջնային են, երկրորդային են, արժանապատիվ են, ձեզ չընտրող քաղաքացիները անարժանապատիվ են, ես խնդրում եմ, սկզբում անկեղծ ասած քիչ էր մնում հավատայի ձեր անկեղծությանը, բայց այդ երկրորդական քաղաքացին ինձ մտահոգություններ տվեց, խնդրում եմ խոսեք այդ մասին։ Տիկին Երեմյան, վստահաբար կարող եք անկեղծությանը հավատալ, որովհետև այդպես էլ կա, այո, Հայաստանում չպիտի լինեն երկրորդային քաղաքներ, երկրորդային քաղաքացիներ, օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար եւ բոլոր քաղաքացիներին պետք է հավասար հնարավորություններ տրվեն։ Ձեր հարցին ի պատասխան նախ ասեմ, որ այն բոլոր բարեգործական նախաձեռնությունները, որ իրականացվում են, շատ ողջունելի է, որ համայնքային մակարդակում են իրականացվում եւ ոչ թե անհատական մակարդակում։ Համայնք մեծ իմաստով, նաև այն մարդիկ, ովքեր չեն ընտրել ուժեղ Հայաստան կուսակցությանը, եւ սա է հենց հիմնական կարեւորությունը, որ այդ մարդիկ բարեկեցության մասով, ինչպես որ նախարարության անունը փոխել եք եւ հնարավորություն է տրվում, որպեսզի գյուղում ապրող մարդը, քաղաքում ապրող մարդը օգտվի այդ ծրագրերից, դա շատ ողջունելի է։ Եվ դուք էլ պիտի նորից եմ ասում ուրախ լինեք, որ այդ հնարավորություններից օգտվում է ամբողջ համայնքը եւ որևէ տարանջատում չկա այդ իմաստով։ Հետևաբար այդ հնարավորությունը հավասար է ամբողջ համայնքի համար։ Եվ այո, սա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ մենք չենք տարանջատում։ Օրինակ, ձեր պարագայում բազմաթիվ դեպքեր կան, երբ որ մարդիկ ազատվում են աշխատանքից, նույն դպրոցներից, դուք այդ ոլորտն եք ներկայացրել ժամանակին, դրա մասին եմ խոսում, քանի ուսուցիչ է, բազմաթիվ ձայնագրություններ կան, բազմաթիվ տեսագրություններ կան։ Իհարկե իրավապահ համակարգը դրա հետևից չի գնալու, ոչ մեկ այդ մասին չի էլ հիշելու։ Այսա անհավասար մոտեցում է, երբ որ քաղաքական հայացքների համար մանկավարժին, որը նաև հասարակության էլիտան է ձևավորում, կարող են աշխատանքից ազատել։ Բայց երբ որ բարեգործական նպատակներով կամ առհասարակ համայնքային խնդիրները կենսական նշանակությամբ, ընդ որում դրանից հետո գալիս եք այստեղ եւ կամահարանքով ու ծաղրանքով եք վերաբերում, այսա խտրական վերաբերմունք է։ Կապ չունի մարդը քաղաքացին գյուղում ապրող մարդը ինչ խնդիր ունի, եթե այդ խնդրի մասին բարձրաձայնել է, չկան մեծ եւ փոքր խնդիրներ։ Ուրեմն պարտավորություն կա այդ խնդիրները լուծելու։ Արձագանք։ Տիկին Յոլյան, ես կարծում եմ դուք այստեղ խոսում եք հավասար հնարավորություններից, ոչ խտրական վերաբերմունքից, բայց անկեղծ ասած կրկին չեմ հավատում ձեր անկեղծությանը, որովհետև երեք երկրի թիվ 1 ամբիոնը ձեր գործընկերը օգտագործեց նզովելու մի ամբողջ շերտ հասարակության։ Դուք չդատապարտեցիք դա։ Դուք ձեր հանրային խոսքում այսօր էստեղ չասացիք, որ դուք դա դատապարտում եք եւ դա անթույլատրելի է։ Հիմա դուք եկել եք խոսում եք ոչ խտրական վերաբերմունքից։ Այսինքն բոլոր այն մարդիկ, ովքեր չեն կիսում ձեր գաղափարները, նրանք նզովյալներ են։ Ես չգիտեի, որ անեծքը քաղաքական խոսքի մի մաս է եւ դուք դա ողջունում եք։ Շնորհակալ եմ։ Տիկին Երեմյան, ես բազմիցս առիթներ ունեցել եմ խոսելու ատելության խոսքի մասին, որովհետև դա Հայաստանի Հանրապետության հիմնական թշնամիներից մեկն է, երբ որ ատելության խոսքով Հայաստանը տանում են պառակտման ճանապարհով։ Մինչև իմ գործընկերուհուն անդրադառնալը այս ամբիոնից երեք Նիկոլ Փաշինյանը նույն բառամթերքով խոսում էր եւ այո ես դեմ եմ
որ Հայաստանի Հանրապետության թիվ 1 ամբիոնը օգտագործվի ատելության խոսք տարածելով, որովհետև այդ խոսքը, երբ որ ես պատահական չի, երբ որ իմ հարցադրումների ժամանակ բավականին շատ եմ խոսել այդ մասին, խոսել եմ քաղաքական գործի կեցվածքի մասին, որովհետև այս ամբիոնը չպետք է օգտագործվի ատելության խոսք, հայհոյանք, լուտանք տարածելու համար։ Այդ խոսքը մտնում է դպրոց, այդ խոսքը մտնում է զինված ուժեր եւ մենք տեսնում ենք, թե այդ ատելության խոսքը, պարակտիչ խոսքը որտեղ է մեզ հասցնում։